փորձենք խոսել, տարբեր գնահատումներ կան, օրինակ վիճակագրական կոմիտեն ունի գնահատական եւ որը ներառում է համախառն ներքին արդյունքի գնահատականների մեջ վերջի անգամ արել է 2022 թվականին այդ գնահատականը, այսինքն իրանք մի քանի տարին մեկ են իրականացվում, մոտ 22%-ի մասին է խոսքը, այսինքն մեր տնտեսության մոտ 22%-ը չդիտարկվող է, ինքը հիմա շատ մասնագիտական տերմինների մեջ չմտցնեմ, ստվերային տնտեսությունը դրա մի մասն է, այսինքն գնահատման ինչ-որ մեթոդ է, կան մասնագիտական գնահատումներ, որտեղ ես անցած ասուլիսի ժամանակ էլ խոսեցի, որ ստվերային տնտեսությունը տարբեր չափեր ունի, բայց էականը նա է, որ վերջի տարիների դինամիկային որ նայում ենք, օրինակ եթե տես մի 5-ից 7 տարի առաջ նայենք, 35-ից 40%-ի հասնող էր, հիմա տարբեր մասնագիտական գնահատականներ հուշում են, որ 20%-ի շրջանակներում է ավելի շատ, որը մոտ է այն թվին, ինչ որ ես նշեցի այդ վիճակագրական կոմիտեի, այս ամբողջ որպես պատկեր, հիմա բայց պետական եկամուտների կոմիտեի տեսանկյունից կարևորը ոչ թե այդ գնահատականն է, այլ արդեն հարկային ճեղք ասվածը վարչարության, ինչ է դա, եթե օրենսդրությունը վերցնում ենք տրված, օրենսդրության տրված դնելու պայմաններում ինչքան հարկ կարող ենք հավաքել, բայց իրականում ինչքան ենք հավաքել, եւ այս տեսանկյունից եւ մեր եւ ֆինանսների նախարարության գնահատականները էլի հուշում են, որ ժամանակի ընթացքում բարելավումներ կան, այս պայդրությամբ տենց 2-ից 3% միջակայքում, ինչը եթե թվերի վերածեմ 200-ից 300 միլիարդ դրամ միջակայքում ստվեր կա Հայաստանի Հանրապետությունում, ստվերը արդեն ստվերային եկամուտներ, եթե sense փորձենք մեկնաբանել, եթե հետ գնամ օրինակ մի քանի տարի առաջ, այդ թվերը կրկնակի ավելի մեծ էին, եթե ոչ 2.5-3 անգամ։ Հիմա գամ ոլորտների տեսանկյունից, տեսեք, նախ խոսեցիք գյուղատնտեսության մասին, որտեղ ասել, թե ինչ-որ մեկը կարող է ստվերը հստակ գնահատել, կարծում եմ այդքան էլ ճիշտ չի, որովհետև մենք ինքը չհարկվող ոլորտ է։ Չհարկվող է, չփաստաթղթավորվող է եւ հետեւաբար շատ բարդ է միանշանակ ասել, թե գյուղատնտեսությունում որքան է ստվերը։ Հիմա եթե գանք նույն ոսկերչությանը, ելի նույն խնդիրն է։ Հիմա մեր, եթե կհիշեք, մեր բողոքողների մեծ մասը չէ, ինչ-որ մի մասը ոսկերչության ոլորտից էին, բայց նորից էլի բողոքում են մարդիկ, ովքեր չեն ուզում ստվերից դուրս գալ, չեն ուզում փաստաթղթավորել, երբ որ չեն փաստաթղթավորում, դժվար է ասել, թե ստվերի չափը հստակ ինչքան է այդ ոլորտում, բայց ակնհայտ է, որ ստվեր կա։ Իսկ ոլորտային տեսանկյունից ամենա տենց ստվերային եւ եթե մեր ստուգումներից փորձեմ բխեցնել այդ հարցի պատասխանը, թե որտեղ են հիմնական խնդիրները լինում, որ ոլորտներում, ապա առևտուրն է եւ հաջորդը, եթե չեմ սխալվում, շինարարությունն է։ Այսինքն երկու խոշոր ընդ շինարարություն ասելով նկատում եմ ամբողջ շղթան, ասենք իր շինանյութերն էլ ներառյալ։ Սրանք այն երկու խոշոր ուղղություններն են, որտեղ որ հիմնականում խնդիրները նկատվում են։ Եվ մի կարևոր բան էլ որ նշեմ, մենք փորձում ենք, շատ կարևոր հարց եք բարձրացնում, փորձում ենք այդ ստվերի ոլորտային գնահատում եւ մեր ստուգումների բացահայտումներ իրար հետ համադրելով հասկանալ, թե իրականում որտեղ է պետք գործողություններ իրականացնել։ Եվ բացահայտում ենք այն ռիսկային ոլորտները, որտեղ պետք է լրացուցիչ, ասենք օրինակ վարչարություն իրականացնել։ Սա է ամբողջ պատկերը։